Կարմիր բանակի ստեղծումը եւ դրոցկու դերը 1918-ից մինչև 1920 թվականներին Քրոցկին դարձավ Կարմիր բանակի հիմնադիրն ու գլխավոր հրամանատարը։ Նրա ռազմական կազմակերպչական տաղանդը անժխտելի էր եւ հենց Զենինն էր պնդում, որ նա զբաղեցնի այդ պաշտոնը։ Բայց Զենինը միևնույն ժամանակ զգուշանում էր նրա չափազանց կենտրոնացման եւ հրամանատարական ձգտումներից։ Լենինը իր կտակում, որը գրել էր 1922-ին, ասում էր. «Պրոցկին ամենահզոր մարդն է կենտրոնական կոմիտեում, բայց չափազանց վստահ է իր վրա եւ հակված է վարչական մեթոդների։ Սա վտանգավոր է կուսակցության միասնականության համար»։ Այդ կտակում Հենինը անդրադառնում էր կուսակցության հիմնական ղեկավարներին՝ Ստալինին, Տրոցկուն, Քամենևին, Զինովևին եւ մյուսներին։ Տրոցկու դիրքը Լենինի մահից հետո Լենինի մահվան պահին Քրոցկին դեռ համարվում էր ամենահայտնի հեղափոխականներից մեկը, հոկտեմբերյան հեղափոխության գլխավոր կազմակերպիչներից եւ Կարմիր բանակի հերոսներից։ Բայց նա կուսակցության ներսում գրեթե դաշնակիցներ չուներ։ Կուսակցական ապարատը ամբողջությամբ վերահսկվում էր Ստալինի միջոցով, որը Լենինի կենդանության օրոք արդեն զբաղեցնում էր գլխավոր քարտուղարի պաշտոնը, սկսած 1922-ից։ Հիմնական հակասությունը իմպերիալիզմի դարաշրջանում սոցիալիզմի կառուցման հարցը Տրոցկին եւ Ստալինը տարբեր տեսակետներ ունեին այն հարցում, թե ինչ ուղի պետք է բռնի խորհրդային պետությունը հեղափոխությունից հետո։ Տրոցկու դիրք մշտական հեղափոխություն։ Նա պնդում էր, որ սոցիալիզմը չի կարող գոյատևել մեկ երկրում։ Անհրաժեշտ է, որ հեղափոխությունը տարածվի միջազգային մասշտաբով, քանի որ մեկ երկրի մեկուսացումը անխուսափելիորեն կվերածվի բյուրոկրատիայի եւ գաղափարական կորստի։ Տրոցկին գրում էր. «Անհնար է կառուցել սոցիալիզմ միայն Ռուսաստանում շրջապատված կապիտալիստական աշխարհով։ Կամ հեղափոխությունը կհաղթի Եվրոպայում, կամ մեզ կճնշեն»։ Ստալինի դիրք Սոցիալիզմ մեկ երկրում Ստալինը հակադարձեց ասելով, որ հնարավոր է կառուցել ամբողջական սոցիալիստական պետություն մեկ երկրի սահմաններում, եթե այն հենվի սեփական արդյունաբերության, գյուղատնտեսության եւ բանակի վրա։ Ստալինը գրում էր. «Սոցիալիզմի հաղթանակը մի երկրում լիովին հնարավոր է։ Պետք է զարգացնել մեր տնտեսությունը եւ պաշտպանել այն արտաքին թշնամուց»։ Սա դարձավ հիմնական գաղափարական ճեղքվածքը, որը բաժանեց բոլշևիկյան կուսակցությունը երկու ուղղությունների՝ տրոցկիստների եւ ստալինիստների։ Բյուրոկրատիայի եւ կուսակցության վերահսկման հարցը Տրոցկին զգուշացնում էր, որ Ստալինի իշխանության աճը վերածում է կուսակցությունը բյուրոկրատական ապարատի։ Նա գրում էր իր աշխատանքում Տրոցկի խորհրդային պետության դեգրադացիայի մասին 1923 թվականին։ Պրոլետարիատի դեմոկրատիան փոխարինվում է կուսակցական բյուրոկրատիայի գերիշխանությամբ։ Սոցիալիստական պետությունը վտանգվում է դառնալ վարչական հրեշ։ Լենինը ևս իր վերջին նամակներում նույն մտահոգությունն ուներ։ Բայց նրա մահից հետո Ստալինը կարողացավ վերահսկել կուսակցության ողջ կառույցը նշանակումների, կարգապահական եւ գաղափարական վերահսկողության միջոցով։ Տրոցկու պարտությունը կուսակցության ներսում 1924-ից մինչև 1927 թվականներին Տրոցկին փորձում էր պայքարել կուսակցության ներսում ընդդեմ Ստալին-Յինովև-Քամենև դաշինքի, սակայն նա շատ քիչ աջակցություն ուներ։ 1927 թվականին Տրոցկին արտաքսվեց կուսակցությունից, 1929 թվականին աքսորվեց Խորհրդային Միությունից, իսկ 1940 թվականին սպանվեց Մեքսիկայում։ Տրոցկու վերջին խոսքերից մեկը եղել է. «Կյանքս կտրվի, բայց գաղափարներս կապրեն մինչև վերջին շունչը»։ Լենինի ժառանգության կապը այս վեճի հետ Լենինը մի կողմից պաշտպանում էր կուսակցության կենտրոնացված կառուցվածքը, բայց մյուս կողմից զգուշացնում էր բյուրոկրատիայի վտանգից։ Ստալինը վերցրեց առաջին մասը կենտրոնացման եւ կարգապահության սկզբունքը, իսկ Տրոցկին երկրորդը աշխատավորների ինքնակառավարման եւ ներքին դեմոկրատիայի գաղափարը։ Այդպես Լենինի ժառանգությունը բաժանվեց երկու ուղղությամբ, որոնք տարիներ շարունակ պայքարեցին միմյանց դեմ։ Մշտական հեղափոխության տեսությունը եւ Լենինի քննադատությունը 1905-ից մինչև 1917 թվականներ
Տրոցկու մշտական հեղափոխության տեսությունը և Վենինի քննադատությունը հանդիսանում են ռուսական հեղափոխական շարժման ամենակենտրոնական գաղափարական տարաձայնություններից մեկը։ Տրոցկին այս տեսությունը ձևակերպեց դեռևս 1905 թվականին ռուսական հեղափոխության ժամանակ։ Ըստ նրա, Ռուսաստանի նման հետամնաց երկրում բուրժուա դեմոկրատական հեղափոխությունը չի կարող կանգ առնել բուրժուական փուլում։ Այն պետք է անմիջապես անցնի դեպի սոցիալիստական հեղափոխություն, քանի որ միայն պրոլետարիատն է ունակ ավարտին հասնել ժողովրդավարական առաջադրանքները։ Տրոցկին իր մշտական հեղափոխություն աշխատությունում հրատարակված 1906 թվականին գրում է. «Հուսաստանի պրոլետարիատը, վերցնելով իշխանությունը, չի սահմանափակվի ժողովրդավարական առաջադրանքներով, նա կանցնի սոցիալիստական միջոցների իրականացման, սեփականությանը հարվածելու ճանապարհին։ Նրա կարծիքով, հեղափոխությունը չի կարող մնալ մեկ երկրի սահմաններում, այն պետք է լինի միջազգային, որովհետև սոցիալիզմը հնարավոր չէ կառուցել մեկ երկրի շրջանակներում»։ Տրոցկին 1915 թվականին գրում էր. «Առանց եվրոպական պրոլետարիատի օգնության Ռուսաստանի հեղափոխությունը դատապարտված է պարտության»։ Այսպիսով, Տրոցկին մերժում էր երկու փուլով զարգացման գաղափարը՝ նախ բուրժուա դեմոկրատական, ապա սոցիալիստական, եւ գտնում էր, որ պրոլետարիատը պետք է անմիջապես վերցնի իշխանությունը եւ տանի հեղափոխությունը մինչեւ սոցիալիզմ համաշխարհային մասշտաբով։ Հենինը Տրոցկու հակառակ պնդում էր, որ Ռուսաստանում հեղափոխությունը պետք է անցնի երկու փուլով։ Առաջին բուրժուա դեմոկրատական փուլ, որտեղ գլխավոր առաջադրանքն է ցարիզմի տապալումն ու հողային հարաբերությունների ժողովրդավարացումը։ Հենինը իր երկու տակտիկաները սոցիալ-դեմոկրատիայի ժողովրդավարական հեղափոխության մեջ աշխատությունում 1905 թվական գրում է. «Ժողովրդավարական հեղափոխությունը իր բովանդակությամբ բուրժուա հեղափոխություն է, քանի որ այն չի անցնում կապիտալիզմի սահմաններից դուրս»։ Նույն բովանդակությամբ սոցիալ-դեմոկրատիայի վերաբերմունքը գյուղացիական շարժման նկատմամբ աշխատությունում, նաև 1905 թվական, Վենինը գրում է. «Մենք կանգնած ենք բուրժուա դեմոկրատական հեղափոխության դարաշրջանում, որի հիմնական խնդիրը ցարիզմի տապալումն է և հողային հարցի լուծումը գյուղացիության օգտին»։ Նա այս ձևակերպումներով ցանկանում էր ընդգծել, որ այդ փուլում լուծվող խնդիրները, օրինակ, ցարիզմի տապալումը, հողի վերաձևումը և քաղաքացիների իրավունքների ընդլայնումը, բնորոշ են բուրժուական հասարակարգի ձևավորմանը։ Սակայն հեղափոխության առաջնորդ ուժը պետք է լինի պրոլետարիատը, իր դաշնակից գյուղացիության հետ միասին, այլ ոչ թե բուրժուազիան։ Ահա այստեղ է Հենինի և Տրոցկու հիմնական տարաձայնությունը։ Հենինը տեսնում էր երկու իրար հաջորդող փուլ՝ ժողովրդավարական և սոցիալիստական։ Սոցիալիստական փուլը, ըստ նրա, կգա միայն այն ժամանակ, երբ բուրժուա դեմոկրատական հեղափոխությունը ավարտվի և պրոլետարիատը ձեռք բերի բավարար ուժ և կազմակերպվածություն։ Իսկ Տրոցկին կարծում էր, որ այդ երկու փուլերը միաձուլվում են և դառնում մեկ անընդհատ գործընթաց՝ մշտական հեղափոխություն։ Հենինը սոցիալ-դեմոկրատիայի երկու տակտիկան աշխատությունում 1905 թվական գրում է. «Պրոլետարիատը պետք է առաջնորդի ժողովրդավարական հեղափոխությունը մինչև վերջ, բայց դա չի նշանակում անմիջապես անցնել սոցիալիզմի։ Հին կարգերի ավերումից մինչև սոցիալիստական վերափոխումներ ընկած է ամբողջ մի պատմական դարաշրջան»։ Հենինը քննադատում էր Տրոցկու մոտեցումը, այն անվանելով քաղաքական արկածախնդրություն և պարտադիր համաշխարհային հեղափոխության ֆետիշացում։ Նրա կարծիքով, սոցիալիզմը հնարավոր է կառուցել նույնիսկ մեկ երկրում, եթե այդ երկրի պրոլետարիատը վերցնի իշխանությունը և կենտրոնացնի տնտեսական պլանավորումը։ Հենինը իմպերիալիզմը, որպես կապիտալիզմի բարձրագույն փուլ աշխատությունում, 1916 թվական գրում է. «Հավասարաչափ զարգացում հնարավոր չէ կապիտալիզմի պայմաններում։ Սոցիալիզմը կարող է հաղթել սկզբում մի քանի կամ նույնիսկ մեկ երկրում»։ Այսպես, Լենինը փաստացի հակադրվում էր Տրոցկու գաղափարին։ Համաշխարհային հեղափոխությունը ներկայացնելով ոչ թե որպես պարտադիր նախապայման, այլ որպես հնարավոր շարունակություն տարբեր երկրների սոցիալիստական հաղթանակներից հետո։
Լենինը Տրոցկու քննադատում էր ոչ թե նրա հեղափոխական լինելու համար, այլ այն պատճառով, որ Տրոցկու տեսությունը բացառում էր քաղաքական կազմակերպված պայքարի փուլայնությունը եւ ազգային հիմքը։ Լենինի կարծիքով Տրոցկու սխալը այն էր, որ նա փորձում էր սոցիալիզմը անմիջապես ներմուծել առանց հեղափոխության նյութական նախադրյալների ձևավորման։ Լենինը իր Քեզեր ապրիլի 4-րդի մասին աշխատությունում, որը գրվել է 1917 թվականին, գրում է. «Մենք չենք անցնում անմիջապես սոցիալիզմի, այլ խորհրդային իշխանության միջոցով դեպի դրա նախադրյալների ստեղծում»։ Տրոցկին իր հերթին պնդում էր, որ Հուսաստանում բուրժուա դեմոկրատական հեղափոխությունը անմիջապես կվերածվի սոցիալիստականի, առանց բուրժուազիայի փուլային մասնակցության։ Լենինը հակառակը տեսնում էր երկու փուլ՝ նախ բուրժուա դեմոկրատական, իսկ հետո պրոլետարական հեղափոխություն։ Լենինը իր համախմբվել բոլշևիկյան կարգապահության շուրջ աշխատությունում, որը գրվել է 1905 թվականին, գրում է. «Տրոցկին կրկնում է մենշևիկների սխալը, մտածելով, թե կարող է շրջանցել պատմական փուլերը, բայց առանց աշխատավոր գյուղացիության եւ բուրժուազիայի դեմոկրատական դերի մենք չենք հասնի սոցիալիզմի»։ Այս հարցում Լենինը Տրոցկու տեսությունը համարում էր ավանտյուրիստական եւ անկորձնական։ Կուսակցության միասնականության մասին 1917 թվականին եւ հետո Լենինի եւ Տրոցկու գաղափարական տարբերությունները ոչ միայն տեսական էին, այլև կազմակերպական եւ քաղաքական։ Սա վերաբերում էր բոլշևիկ կուսակցության դերին, իշխանության կառուցման ու կուսակցական կարգապահությանը, որոնք 1917 թվականից հետո դարձան լուրջ հակասության աղբյուր։ Տրոցկին սկզբում, մինչև 1917 թվականը, չէր միանում ոչ բոլշևիկներին, ոչ էլ մենշևիկներին։ Նա զբաղեցնում էր միջանկյալ դիրք։ Նա համարում էր, որ հեղափոխությունը պետք է լինի համաժողովրդական եւ բաց շարժում, իսկ կուսակցական խիստ կենտրոնացումը, ինչպես Լենինը պատկերացնում էր, կարող էր բերել բյուրոկրատիզմի եւ դիկտատուրայի։ Տրոցկին գրում էր 1904 թվականին իր «Մեր քաղաքական խնդիրները» աշխատության մեջ. «Լենինի կազմակերպական սկզբունքը կուսակցությունը որպես մենաշնորհային ապարատ անխուսափելիորեն կդառնա հեղափոխական շարժման արգելակ»։ Այսինքն նա քննադատում էր լենինյան կուսակցական կենտրոնիզմը, կարծելով, թե հեղափոխությունը պետք է առաջնորդվի ոչ թե կուսակցության վերնախավի կողմից, այլ լայն պրոլետարական զանգվածների։ Սա էր պատճառը, որ Լենինը Տրոցկուն անվանում էր պատահական հեղափոխական, բայց առանց կազմակերպվածության եւ կարգապահության գաղափարի։ Լենինի համար կուսակցությունը պրոլետարիատի կազմակերպված քաղաքական միտքն էր, ոչ թե պարզ հարթակ։ Առանց միասնական կուսակցության հեղափոխությունը չէր կարող հաղթել։ Նա մշակեց ժողովրդավարական կենտրոնիզմի սկզբունքը, ներքին ազատ քննարկում, բայց արտաքին քաղաքական եւ գործնական միասնականություն։ Լենինը «Ինչ անել» աշխատությունում 1902 թվականին գրել է. «Առանց ուժեղ կուսակցության կազմակերպված եւ կարգապահ պրոլետարիատի պայքարը կմնա միայն տարերային»։ 1917 թվականից հետո, երբ բոլշևիկները վերցրին իշխանությունը, Տրոցկին որոշ ժամանակ համագործակցում էր Լենինի հետ։ Սակայն արդեն 1920-ականներին նա կրկին առաջ քաշեց այն գաղափարը, որ կուսակցությունը դարձել է բյուրոկրատական եւ անհրաժեշտ է ներքին դեմոկրատիա։ Լենինը սակայն համոզված էր, որ հեղափոխության պայմաններում ցանկացած անընդունելի խումբ կամ կուսակցական բազմակարծություն վտանգում է իշխանությունը։ Լենինը կուսակցության միասնության մասին բանաձև աշխատության մեջ 1921 թվականին գրել է. «Կուսակցության մեջ խմբերի գոյությունը նշանակում է անխուսափելիորեն նրա քայքայում։ Միասնությունը կուսակցության կյանքի գլխավոր պայմանն է»։ Զա ընդունվեց կուսակցության 10-րդ համագումարում 1921 թվականին, եւ փաստացի արգելվեցին ֆրակցիաները կամ խմբավորումները կուսակցության ներսում։ Լենինը մի քանի անգամ հրապարակայնորեն քննադատեց Տրոցկուն, համարելով, որ նա չի հասկանում կուսակցության դերի պատմական նշանակությունը։ Լենինը «Կուսակցական ճգնաժամը» հոդվածում 1917 թվականին գրել է. «Տրոցկին միշտ տատանվել է բոլշևիզմի
եւ մենշևիզմի միջև, երբեք չհասկանալով, որ առանց կուսակցական կենտրոնացման հեղափոխությունը կդառնա անզոր։ Գենինը 10-րդ համագումարի զեկույցում 1920 թվականին շեշտում էր. կուսակցության մեջ ոչ մի խմբավորումներ չպետք է լինեն։ Այն, ինչ Թրոցկին կոչում է ներքին դեմոկրատիա, փաստորեն կնշանակի կուսակցության եւ իշխանության ապամիավորում։ Այսինքն Լենինի քննադատությունը ուղղված էր Թրոցկու հակվածությանը թույլ եւ ազատ կառուցված կուսակցության օգտին, որը Լենինի կարծիքով չէր կարող պահպանել պրոլետարական իշխանությունը։ Թրոցկին գրում էր 1904 թվականին. Լենինի կուսակցությունը կվերածվի այն մեքենայի, որը կսպաներ հեղափոխության կենդանի հոգին։ Լենինը շեշտում էր 1921 թվականին. միայն այն կուսակցությունը, որը պահպանում է իր միասնությունը եւ երկաթյա կարգապահությունը, կարող է պահպանել պրոլետարիատի իշխանությունը։ Տրոցկիզմի դեմ պայքարը Լենինի մահից հետո 1924-ից մինչև 1930 թվականները։ Լենինի մահից հետո 1924 թվականի հունվարին բոլշևիկ կուսակցության ներսում առաջացավ լուրջ գաղափարական եւ կազմակերպական պայքար կապված իշխանության, ժառանգության եւ հեղափոխության ուղղության հետ։ Թրոցկին, որը դեռևս Լենինի կենդանության օրոք ուներ իր առանձնահատուկ դիրքը, սկսեց ավելի բաց քննադատել կուսակցության ընթացիկ քաղաքականությունը, հատկապես Ստալինի եւ Բուխարինի առաջնորդությամբ ձևավորված նոր գիծը։